Սրբազան հայր, շնորհակալություն, որ ժամանակ գտաք պատասխանելու ազատության հարցերին։ Արցախը Հայաստանը ապրիլի սկզբից դարձյալ պատերազմական գործողությունների մեջ են։ Դուք ինչ եք տեսնում, ինչպես եք գնահատում իրավիճակը, ինչ եք զգում, ինչ կարող եք ասել։ Դե գիտեք, արդեն մենք սովոր ենք, որ նենգաբար, դավադրաբար Ադրբեջանի իշխանության պատճառով 3 անգամ իրենք խախտում են այս զինադադարը։ 93 թվականին, 94 եւ հիմա է ապրիլի 5-ին 6-ին խնդրեցին զինադադար, նորից խախտեցին, նորից գրավում։ Այսինքն իրանք չէ պահպանում դադարի ռեժիմը։ Եվ մենք հասկանում ենք մեկ բան, որ Ադրբեջանի իշխանությանը վստահել չի կարելի, ցավոք սրտի։ Եվ արդյունքում երկկողմանի երիտասարդներ զոհվում են, ցավոք սրտի։ Սրբազան, խոսվում է բանակցությունների մասին, խոսվում է փոխհամաձայնեցված ինչ-որ տարբերակի մասին, երբ որ դուք ասում եք Ադրբեջանի իշխանություններին ցավոք սրտի չի կարելի վստահել, կարող ենք ասել, որ դուք բացառում եք, հնարավորություն չեք տեսնում, որ հնարավորություն կլինի Ադրբեջանի իշխանությունների հետ որևէ հարցի շուրջ պայմանավորվել։ 100%-ով չեմ բացառում, բայց կյանքի փորձը այս 27-28 տարվա ընթացքում մեզ բերում է այն համոզման, որ այդ իշխանությանը վստահել գրեթե հնարավոր չէ, ցավոք սրտի։ Որտեղ իրենք անդադար խախտում են, գրավոր պայմանավորում են եւ գրավոր խախտում են։ Հայաստանում շատ է հնչում քննադատություն, որ երկիրը կարծես թե պատրաստ չէր այս պատերազմին, հա, ճանապարհների հարցը, դիրքերի հարցը, 80-ականների զենքի մասին մտահոգություններ էին հնչում։ Դուք կիսում եք այս մտահոգությունները, այս քննադատությունները։ Ոչ։ Եթե մենք պատրաստ չլինեինք, մենք այս անգամ այսպիսի դաժան պատասխան չէինք կարող տալ։ Եթե պատրաստ չլինեինք, իրենք կգրավեին գոնե մեկ շրջան կամ կես շրջան։ Իսկ եթե մենք ահավոր պատասխան տվեցինք, իրենց հարձակումը խեղդվեց մեր խրամատների մոտ, եւ մենք արդեն պատրաստվում ենք հակահարված տալու գնալու առաջ, իրենք վազեցին լացեղան եւ նորից զինադադար խնդրեցին, որտեղ հասկանում են, որ իրենք 1-2 օր հետո տարածքներ էին կորցնել։ Դա նշանակում որ մենք պատրաստ էինք։ Խոսում է, որ առաջի գծում բանակում հաճախ կարելի է հանդիպել, գրեթե միշտ կարելի է հանդիպել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։ Գիտեք, որ հայաստանյան մամուլում այդ թեման շատ էր արծարծվում։ Զոհվածներից գրեթե բոլորի տուն ում լրագրողները գնում են, տեսնում ենք ծայրահեղ աղքատություն եւ անարդարության, անհավասարության, այսպես, հա, մթնոլորտ է կարծես թե ձևավորվել։ Ինչ կարող եք ասել այս հարցին։ Ես կարող եմ ձեզ օրինակներ բերել։ Օրինակ նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայում Ղարաբաղի բանակում։ Առաջի գծում։ Այո, առաջի երկրորդ գծում անընդհատ փոփոխական է դա։ 10 օր էստեղ, 10 օր այնտեղ։ Նույնտեղ ծառայում է մեր հայտնի Ռուբեն Վարդանյանի որդին։ Այնտեղ է ծառայում նաև մեր համատանկության ծառայության պետ Արշավիր Ղահրամանյանի որդին Վարդանը։ Գոնե ես տեսնում եմ իրենց ծանր գոտում։ Ամենատուկս ես 3 օրինակ բերեցի։ Ռուբեն Վարդանյանի որդին կարող էր չգալ Արցախ ծառայել, բայց կամավոր եկավ։ Այնպես որ հայտնի մարդիկ են, որոնց երեխաները այսօր արդեն չգիտեմ 8-9 ամիս է որ ծառայում են։ Միգուցե դրանք հատուկ է օրինակներ են, Հայաստանում այլ պատկեր է։ Գիտեք, ես չգիտեմ, ես չկարող դրա համար պատասխան տալ, ես չունեմ ոչ մի տվյալ, բայց ես գիտեմ, որ մենք ունենք սքանչելի երիտասարդներ, որոնք կամավոր գալիս են ծառայելու եւ զարմանալին այն է, որ աղջիկներն են կամավոր կամենում գալ առաջինից, որ ինձ շատ զարմացրեց։ Սրբազան, նաև այսպիսի մի հարց, պատերազմը կարծես թե, հա, ինչ-որ դրդող նշանակություն ունեցավ
Մասնավորապես Երևանում, Հայաստանում շատ է խոսում, որ իրական բարեփոխումներ են անհրաժեշտ քաղաքական դաշտում, տնտեսության մեջ, որ մոնոպոլիաներ չլինեն, որ երկիրը զարգանա, որ գումար լինի նոր զենքեր գնելու համար։ Դուք ինչ եք կարծում, այն Հայաստանը, որը գոյություն ունի, որը կա իր քաղաքական, տնտեսական համակարգով, ինքը ի վիճակի է հետագայում նույնպես այն մարտահրավերներին ռազմական մասնավորապես դիմագրավել, որը մենք տեսանք, որը չգիտենք երբ կավարտվի։ Թե կարծում եք, որ երկրին Հայաստանին պետք են բարեփոխումներ քաղաքական դաշտում, տնտեսության մեջ։ Գիտեք, ամեն երկիր բարեփոխումների կարիք միշտ ունենալու է։ Լինի դա Միացյալ Նահանգներ, լինի դա Գերմանիա կամ Ֆրանսիա։ Միշտ կատարելագործելու երկիրը տեղ կա եւ լինելու է։ Որտեղ ամեն մի տարի, ամեն մի տասնամյակ իր մարտահրավերներ ունի։ Ես ուզում եմ, որ մենք իրատես լինենք։ 25 տարվա անկախ հանրապետություն ենք։ Ինչ ասեմ, ստացանք քայքայված տնտեսություն, երկրաշարժ, բլոկադը, կես մի փախստական, պատերազմական վիճակ։ Դժվար թե մեզ մոտ հրաշք կատարվեր եւ մենք 25 տարվա մեջ դառնայինք առաջատար երկրներից մեկը։ Պետք է իրատես լինենք։ Այո, մենք շրջելիք տեղեր ունենք, դա բնական է։ Եվ որքան արագ մենք որոշ բաներ շրջենք, այդքանով կշահի մեր երկիր։ Բայց մենք պետք է իրատես լինենք։ Սա մեկ, երկրորդ։ Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, կկարողանանք մենք դիմագրավել, ես վստահ եմ, դիմագրավել ենք եւ դիմագրավելու ենք։ Ես համոզված եմ մեր երկրի լավակա ապագայի հանդեպ եւ 85 թվականից ես դա ասել եմ եւ պիտի ասեմ։ Երբ որ դուք ասում եք մենք շտկելու տեղեր ունենք, բայց պետք է իրատեսական լինենք, դուք կարծում եք, որ երկրին պետք են բարեփոխումներ, բայց այդ բարեփոխումները, այսպես ասենք, աստիճանաբար կգան։ Գիտեք, կան տարբեր ձևեր, չէ՞։ Կա կտրուկ քաղաքական փոփոխություններ, որը անհասկանալի հետևանքներով, ասենք հեղափոխություն։ Ես միշտ հեղափոխություններին հակառակ եմ եղել։ Դա իմ ներքին համոզմունքն է։ Կարելի է գնալ աստիճանաբար, կարելի է տնտեսական փոփոխությունները մի քիչ ավելի կտրուկ անել։ Բայց ոչ Գորբաչովի պես։ Որ Գորբաչովը շատ կտրուկ գնաց, շատ լավ չհաշվարկեց եւ փլուզվեց սովետական միությունը։ Եթե մենք կարողանանք, ես կարծում եմ, աստիճանաբար ճանապարհ ընտրել, առանց ցնցումների, ես կարծում եմ Հայաստանի մեջ դա լավ կլինի։ Քայլ առ քայլ։ Բայց չեմ ասում 20-30 տարով հետաձգենք։ Կարելի է որոշ փոփոխություն եղել, քայլ առ քայլ։ Մեկ բանը փոփոխել, հետո մյուս բանը, հետո մյուս բանը։ Սպասի չծծվի երկիրը։ Ես հասկանում եմ ձեզ, կներեք, որ ես հարցի վրա եմ այսպես կենտրոնացել, բայց ինձ ձեր կարծիքը եւ մեր ունկնդիրների կարծիքը շատ հետաքրքիր է։ Դուք կարծում եք այն ինչ որ հիմա արվել է քառորդ դար Հայաստանի անկախությունից ի վեր, գործ արվել է բավարար չի բարեփոխումների առումով, թե ավելի շատ խոսք է եղել եւ մենք տեսնում ենք, որ շտկելու տեղեր կան։ Գիտեք, որոշ բաներ արվել են։ Մենք չենք կարող ուրանալ։ Նորմալ օրենքներ են ընդունում, որոշակի բաներ կա, որ փոփոխվել է, դա ակնհայտ է, բայց ես նորից եմ կրկնում, մենք դեռ, որպես երիտասարդ հանրապետություն, մենք շտկելու ահագին բաներ ունենք։ Ես ասում եմ, գերտերություններն էլ, որ ժողովրդավարության ջահակիրներ են, իրաց մոդել կա շատ փոփոխելու տեղ։ Հիմա, նայեք, եկեք տարրական բան ես առաջարկեմ, շատ տարրական բան։ Եթե ուզում եք պետությունը, սոցիալական, տնտեսական վիճակը փոխվի, գիտեք, ժողովուրդ եւ պետություն փոխ կապացված մարմին է։ Ես ես մի բան առաջարկեմ, եկեք մենք մեզ փոխենք, չսպասենք վարչապետ, նախարար, նախագահ պիտի ամեն ինչ փոխենք։ Օրինակ ես բարձ բան եմ առաջարկում, մենք հայերս Հայաստանում երբեք չհայոյենք,
Երբեք չարնիցեք։ Դա շատ կարևոր բան եմ ասում։ Եթե մենք կարողանանք դրան հասնել, հավատացեք, որ շատ բան կփոխվի։ Եթե մենք կարողանանք մեր հայերին խնդրել, ավտոմեքենայի պատուհանից սիգարետ, չգիտեմ, լուցկի թուղթ մի նետեք, մի աղտոտեք մեր բնակարանը հայրենիքի։ Եթե մենք մեզանով սկսենք որոշ բաներ անել, մեր դիմագիծը կփոխվի։ Մնացած սոցիալական, տնտեսական, քաղաքական դաշտը կսկսի փոխվել։ Մենք չպիտի ասենք, սպասենք վերևից փոփոխությունների։ Մենք ամեն մեկս անենք, ես օրինակ բնորությամբ այսպիսի մարդ եմ, ես չեմ քննադատում։ Ես միշտ ասում եմ, ինչ կարամ ես անեմ, մի քար ես դնեմ։ Հա ես հասկանում եմ, ես տեսնում եմ մեր լավ կողմերը, սքանչելի կողմերը, մեր տկարությունները։ Բայց ես մտածում եմ, ես չզբաղվեմ քննադատությամբ, ես անեմ այն ինչ որ կարող եմ։ Ես կարող եմ անհատետ խոսելիս ասել, առաջարկում քեզ այսպիսի բան։ Կարծում ես ավելի լավ ճանապարհ է։ Որոշեք իրենց է, կամ իրենն է, կամ իմ ծանոթին է, կամ ընկերոջս է։ Բայց ոչ հրապարակավ։ Որտեղ դա շինիչ գործ չէ, քննադատելը ամենահեշտն է, կառուցելը, առաջարկելը եւ ինքնուրույն անելը դա ամենադժվարն է։ Եվ դա պետք է անենք մենք։ Շնորհակալություն հարցազրույցի համար, Սրբազան։